Sportcast. Ֆուտբոլը փոխվում ու զարմացնում է, Sportcast-ը դարձյալ անդրադառնում է աշխարհի գավաթի խաղարկությանը, իմ հյուրն է հանրային հեռուստաընկերության սպորտի բաժնի ղեկավար Արմեն Գարամյանը, շնորհակալ եմ Արմեն եւս մեկ անգամ հրավերս ընդունելու համար, կրկին նշեմ, անդրադառնում ենք աշխարհի առաջնությանը, այնինչ այնտեղ տեղի ունենում, իհարկե առաջին հերթին միասին քննարկենք եւ հասկանանք ինչ ենք տեսնում, իհարկե յուրաքանչյուր աշխարհի առաջնությանը որոշակի զարմանալի երևույթներ, իրադարձություններ մեզ համար կան, բայց այս առաջնությանը մեկ այլ տեսանկյունից նայենք։ Նախ երբ ենք տեսել, որ Բրազիլիայի հավաքականը գնդակը հանձնի մրցակցին եւ գրեթե ընդհանուր ժամանակի 33-34% գնդակին տիրի եւ ապավինի հակագրողներին, այդպիսի Բրազիլիայի հավաքական ես գրեթե չեմ հիշում։ Չենք հիշում կամ գուցե եւ զարմանում ենք, որ աֆրիկյան հավաքականները ոչ թե 1-2-ը, այլ գրեթե բոլորը, որոնք հանդես են գալիս աշխարհի առաջնությանը, այսպես պաշտպանության մեջ այդպիսի կարգապահություն են դրսևորում։ Այդպիսի բան մենք չենք տեսել։ Տեսել ենք ֆիզիկական պայքար եւ այլն, տեխնիկապես լավ զարգացած ֆուտբոլիստներ, բայց այդ կարգապահությունը պաշտպանության մեջ չենք տեսել։ Չենք տեսել նաեւ օրինակ զարմանալի էր Գերմանիայի հավաքականի հիմնական մեկնարկային կազմի գրեթե 50%, եթե ոչ ավելին, ազգության ոչ գերմանացի, այդպիսի երևույթ ես ինքս չեմ հիշում, ինչքան որ հետևում եմ աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին, ամեն դեպքում հավաքականների ֆուտբոլին։ Մի խոսքով զարմանալու եւ զարմանք արտահայտելու եւ նաեւ քննարկելու, վերլուծելու այսպես թեմաները քիչ չեն։ Նա սկսենք Աֆրիկայից։ Իսկապես Արմեն աֆրիկյան հավաքականները զարմացրեցին։ Եթե նախորդ աշխարհի առաջնություններում այդպիսի, ինչպես նշեցի, պաշտպանական կարգապահությունը դրսևորում էին 1-2 թիմեր, օրինակ Քաթարում անցկացվածում դե Մարոկոն դրանով զարմացրեց եւ բավական առաջ ընթացավ մինչեւ կիսաեզրափակիչ, ապա այս առաջնությանը գրեթե բոլորն էին այդպիսի։ Նախ ողջույն, ես եմ շնորհակալ հրավերի համար, այո, համաձայն եմ, որ անակնկալները շատ են եւ ինձ թվում է ամեն աշխարհի առաջնություն, աշխարհի ամեն առաջնություն ինչ որ յուրահատկություն ունենում է եւ աշխարհի այս առաջնության յուրահատկություններից մի քանիսն էլ հենց ձեր թված օրինակներն են։ Աֆրիկյան օրինակով ուղղակի ինձ թվում է այստեղ խնդիրը ոչ թե խնդիրը, այլ պարզաբանումը այսպիսին է, որ այդ աֆրիկյան top հավաքականների պաշտպանները հիմնականում եվրոպական առաջնություններում են արդեն խաղում եւ top ակումբներում են խաղում ու արդեն իդենտիֆիկացվել են այդ կարգապահ պաշտպանությանը, քանի որ մենք շատ ենք խոսում վերջին տարիներին, որ մոտեցել են թե ակումբները, թե հավաքականները, մասնավորապես հավաքականները իրար շատ են մոտեցել եւ ակնհայտ ուժեղ եւ թույլ հավաքականներ որպես այդպիսիք չկան, Կաբո Վերդեն շատ վառ օրինակ է աշխարհի առաջնության շրջանակում եւ այդ տեսանկյունից կարծում եմ հենց եվրոպական թիմերում խաղալը իրենց դարձրել է ավելի կարգապահ ու քանի որ վերջին շրջանում էլ եվրոպական ակումբային ֆուտբոլի երբ նայում ենք իրականում շատ բարդ է դարձել արդեն գոլ խփելը նաեւ top թիմերի համար, հենց այդ կարգապահություն իրենք բերել են իրենց այդ հավաքական ու ոչ միայն կարողանում են լավ գրոհել, հակագրոհել արագ ֆուտբոլիստներով, այլ նաև կարգապահ պաշտպանվել եւ հենց դա էլ իրականում փոքր կարող է հակասություն լինի այն տեսանկյունից, որ աֆրիկյան հավաքականները շատ հեռու չեն գնում, բացի Մարոկկոից, բայց ամեն դեպքում ես կարծում եմ հենց դա է գլխավոր պատճառաբանությունը։ Ճիշտ եք, Արմեն, դուք լավ եք նկատել, որ իսկապես աֆրիկյան հավաքականների պաշտպանները, կենտրոնական պաշտպանները, եզրայինները, ինչու՞ չէ նաև հենակետային կիսապաշտպանները top ակումբներում, top առաջնություններում են Եվրոպայում հանդես գալիս եւ սովորեն այդպիսի ֆուտբոլի, կարգապահ ֆուտբոլի, բայց այստեղ նաև մեծ գործոն է նաև տվյալ հավաքականների մարզչական շտաբերը։ Ոչ բոլոր հավաքականների աֆրիկյան գերակշիռ մասինը հենց աֆրիկացիներ են, տվյալ երկրի ներկայացուցիչներ են։ Կան իհարկե այնպիսի հավաքականներ, որոնց որ գլխավոր մարզիչը կամ մարզչական շտաբը կազմված են կամ հարավ-ամերիկացիներից կամ եվրոպացիներից, բայց նույնիսկ աֆրիկացի տվյալ երկրի քաղաքացի մարզիչը եւ իր մարզչական շտաբը այդպիսի ֆուտբոլ են դնում իրենց հավաքականներում։ Մենք տեսանք, թե այդպիսի ֆուտբոլը որոշակի արդյունքի հասավ Գանայի
հավաքականը փակվել էր Անգլիայի հետ խաղում խմբային փուլում եւ շատ քիչ պահեր թույլ տվեց, որ Անգլիան ունենա իր դարպասի մոտ։ Դե Կապո Վերդեն դուք նշեցիք, իսկապես հիանալի, այսպես կարգապահ, նաեւ հակագրողների վրա հիանալի ֆուտբոլ ցուցադրեց եւ գրեթե բոլորը, այսպես որ նայենք 10 հավաքականից աֆրիկյան 9 play-off փուլ Play-off-ի ուղեգիր նվաճեցին, դա մեծ ցուցանիշ է Աֆրիկայի համար։ Դե բայց քանիստ են հերու գնացել, դա էլ է այստեղ կարևոր չափանիշ, դե 1/16 եզրափակիչը ավելացել է, երրորդ տեղով հավաքականները դուրս են գալիս հիմնականում 12-ից 8-ը եւ դրա հաշվին նաեւ աֆրիկյան հավաքականների մեծ մասը դուրս եկավ play-off։ Ես կարծում եմ այս թեման իրականում շատ է քննարկում, թե ընդհանրապես աֆրիկյան հավաքականները ինչի են ունակ, թե նրանցից մի քանիսը առանձնանում են, չեն առանձնանում ու Մարոկոն ինձ թվում է շատ վառ օրինակ է, չնայած այդքան էլ աֆրիկյան հավաքական աֆրիկացիները այնտեղ մեծ հաշվով հնարավոր է շատ չեն, բայց ամեն դեպքում Մարոկոն շատ հստակ օրինակ է, թե ինչպես կարելի է տարեստարի տենց աճել ու մնալ ինչ որ top մակարդակում Գանան 2010 թվականի աշխարհի առաջնությունում բավականին լավ խաղաց, բայց հետո չունեցավ այդ կայունությունը, որը նրանից սպասում էին։ Դա գալիս է ֆուտբոլիստերի սերունդ ունենալ չունենալուց, իսկ Մարոկոն աճացրեց իր ֆուտբոլիստներին եւ շարունակում է իր դպրոցով ֆուտբոլիստներ տալ ազգային հավաքականին ու Մարոկոն իսկ դեռ երկար տարիներ կարողանա այսպիսի մակարդակում մնալ ու հաճելի է իրականում տեսնել Մարոկոյի հավաքականին բարձր մակարդակում։ Աֆրիկացիների թեման փակելով վերջին հարցը, վերջին թեման, ենթաթեման, շատ է խոսվում այս առաջնության այն ինչ արդյունք էին տալի, ինչպիսի ֆուտբոլ են աֆրիկացիները ցուցադրում աշխարհի առաջնությանը, շատ է խոսվում, որ ահա տեսեք 5, 10, 15 տարի հետո հաստատ որևէ վստահություն են արտահայտում փորձագետները, որ որևէ մի աֆրիկյան հավաքական կհավակնի գավաթին։ Մարոկոն հիմա հավակնում է ըստիս։ Ես հավատում եմ, որ Մարոկոյի հավաքականը կարող է անակնկալ մատուցել։ Այո, Ֆրանսիայի հետ են խաղալու քառորդ եզրափակում, բայց այս Ֆրանսիան միգուցե թվում է անանցանելի, բայց այդպես չէ, Ֆրանսիան թույլ կետեր ունի եւ Մարոկոն կարող է օգտվել ու ես իրոք հավատում եմ, որ Մարոկոյի հավաքականը կարող է հասնել եզրափակիչ, կարող է հաղթել աշխարհի գավաթի խաղարկությունում եւ դա մեծ սենսացիա ես չեմ համարի։ Միգուցե անակնկալ լինի, որովհետեւ այնտեղ Իսպան նոր նայում ենք, երբ թե ամենահաճելի ֆուտբոլը խաղում են Իսպանիան, Ֆրանսիան, Արգենտինային դեռ չեմ ուզում ասել, որովհետեւ իրենք դեռ անկեղծ շատ ուժեղ հավաքականի հետ չեն խաղացել, որ չափանիշ վերցնենք եւ ասենք Արգենտինան շատ լավ վիճակում է։ Հիմա էլ չեն խաղալու առավելագույնը կիսաեզրափակում խաղան այնտեղ կտեսնենք։ Բայց ես Մարոկոյից հավատում եմ եւ վերադառնալով նախորդ թեմային կամ ենթահարցին, երբ դուք ասացիք աֆրիկացի մարզիչներ են մարզում հավաքականներին, ես իրականում այդքան էլ համաձայն չեմ, որ ազգային հավաքականի մարզիչը շատ մեծ դերակատարություն ունի սխեմա մարտավարություն այդ ասվածում, տակտիկա ասվածում, այո ունեն, իհարկե ունեն, բայց ինձ համար ավելի շատ երևի թե 60-70% ավելի շատ մոտիվատորի պարտականություններն են ազգային հավաքականի մարզչի ուսերին դրված, որովհետև մի քանի օրվա ընթացքում տարբեր ենթամշակույթ կրող առաջնություններից եկած ֆուտբոլիստներին միավորել մեկ գաղափարի շուրջ եւ սովորեցնել կամ դնել այդ ֆուտբոլը, ես չեմ հավատում, որ այդ շատ արագ կարող է տեղի ունենալ եւ ֆուտբոլիստները կարող են հարմարվել։ Այո, ամիսների ընթացքում գալիս են, իրենք այդ ֆուտբոլը խաղում են, բայց ամեն դեպքում ինձ թվում է այստեղ ավելի շատ մոտիվացիան է, մոտիվատորի աշխատանքն է կարևորում ազգային հավաքականի մարզչի դերում։ Իդեպ մոտիվատորի դերը շատ մեծ է թե ոչ, մենք դա տեսնում ենք այս 2026-ի աշխարհի առաջնությանը թե չէ, ես կհիշեմ այդ հիանալի մոտիվատոր էր Արգենտինայի համար Մարադոննան, որ ստանձնեց գլխավոր մարզչի պաշտոնը, բայց արդյունք չունեցավ, դե ջախջախիչ պարտություն կրեցին 1/8 եզրափակում Գերմանիայից 2010 թվականին, մենք դա հիշում ենք, միայն մոտիվացնելով չէ, մենք դա լավ ենք հասկանում։ Դե միայն չէ, բայց ինչ որ չափով, ոչ թե ինչ որ չափով, այլ ավելի շատ ինձ թվում է դեն Արգենտինան իրականում շատ լուրջ խնդիրներ ուներ, այնտեղ միայն Մարադոնայով հնարավոր չէր հարցեր լուծել, ինձ թվում է այնտեղ եթե աշխարհի լավագույն մարզչին էլ տանեին, այդ Արգենտինան չէր կարողանալու ինչ որ արդյունքի հասնել, բայց ազգային հավաքականում ես կարծում եմ, որ մեծ դեր ունի մարզիչը որպես մոտիվատոր։
Համահավասարեցման մասին ընդհանուր ֆուտբոլի հավաքականների մակարդակում դուք խոսեցիք, այստեղ էլ մենք տեսնում ենք այս առաջնությանը մենք տեսնում ենք, որ գրեթե այսպես ակնհայտ թույլ թիմեր, որոնք պարտվում են շատ խոշոր հաշիվներով, նաև խաղով են պարտվում, բավական իրենց թիվը բավական քչացել է, շատ է քչացել։ Մենք այդ մատների վրա, մեկ ձեռքի մատներով կարող ենք հաշվել այդպիսի թիմերը, որոնց որ տեսանք նաև խմբային փուլում։ Նախորդ առաջնություններում փոքրինչ այդպես չէր, բայց տեսնում ենք, որ քայլ առ քայլ, տարի, այսինքն առաջնություն այդ կարծես այդ զարգացումը կա, համահավասարեցումը։ Հիմա հավասարվել է ֆուտբոլը եւ այսպես ակնհայտ ֆավորիտներ մենք նշում ենք դարձել առաջնության մեկնարկից առաջ, բայց իրենք այդպիսի ակնհայտ են թե չէ խաղով, դա այլ հարց է։ Ես օրինակ ինձ համար ակնհայտ ֆավորիտներ, եթե ասեմ ակնհայտ ֆավորիտներ, նախ եթե մի քանիսին թվեմ արդեն չեն լինի ակնհայտ, կլինեն տենց ֆավորիտներ։ Մենք կարող ենք նույնիսկ ժամանակավրեպ լինել, այսինքն հիմա նշել ֆավորիտի, որը վաղը մյուս օրը արդեն մասնակից չլինի աշխարհի առաջնությանը։ 5 հավաքական այսպես կարող ենք նշել աշխարհի առաջնության մեկնարկից առաջ, որ նրանք ֆավորիտ են, բայց անհնար է աշխարհի առաջնությունում մեկ հավաքական նշել եւ ասել բացայտ ֆավորիտը այս հավաքականն է։ Եվրոպայի առաջնությունում օրինակ ես հավատում եմ, որ սենսացիաներ կարող են լինել։ Կարող է նոնեյմ հավաքականը գալ եւ հաղթել, բայց աշխարհի առաջնությունում չեմ հավատում, որովհետեւ շատ են ուժեղները եւ եթե մի հավաքական սենսացիա է մատուցում եւ հաղթում է top հավաքականի, հետո հաջորդում հիմնականում պարտվում է, չի լինում որ շատ հեռու Հունաստանի օրինակը չեմ հավատում որ այստեղ կարող է լինել էլի ու կարծում եմ ֆավորիտները ի վերջո աշխարհի առաջնություններում մշտապես ֆավորիտներից մեկը մշտապես հաղթում է, չի լինում որ մեծ սենսացիա լինի, նույնիսկ նոր կրկնում եմ եթե Մարոկոն հաղթի ինձ համար դա մեծ սենսացիա չի լինի։ Նաև մենք աֆրիկացիների մասին խոսեցինք, բայց շատ կարևոր թեմա է եւ անդրադարձը թե այսպես աշխարհամասերով, մայրցամաքներով ենք դիտարկում Հարավային Ամերիկան թվով ավելացել են հավաքականները մասնակից, դե ընդհանուր 48 մասնակից է դարձել, նաև հարավ-ամերիկացիների թիվն է ավելացել, դե այնտեղ այսպես ասած ցուցակը մեծ չէ, երկրները շատ չեն, այնպես ինչպես Եվրոպայում, Աֆրիկայում եւ այլ աշխարհամասերում, բայց այստեղ հարավ-ամերիկացիներից մենք կարծես սովորենք այլ ֆուտբոլի, ես իմ բացման խոսքում նշեցի, որ բրազիլիացիների պարագայում տարօրինակ էր, ես այսպիսի Բրազիլիա չեմ հիշում։ Նախ աշխարհի առաջնություն առանց բրազիլիական հենց զուտ ոճով իրենց այդպես առանց Բրազիլիայի այդպիսի, որը տոն է բերում աշխարհի առաջնությանը, ես չեմ պատկերացնում այդպիսի մրցաշար։ Հիմա այս մրցաշարում ինձ վատ իմաստով, բացասական իմաստով Բրազիլիան զարմացրեց ձեր պարագայում։ Ես երբ դիտում էի Բրազիլիա-Նորվեգիա խաղը ու Նորվեգիան երբ արդեն հաղթում էր, ես հենց դա եմ մտածում աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում ոչ թե Բրազիլիա, այլ Նորվեգիա, ընդհանրապես կապ չունի այդ պահին, ինձ համար կապ չուներ Նորվեգիան արժանի է թե ոչ, բայց այդ Բրազիլիա կա, երբ Բրազիլիա անունը կա, այդ արդեն աշխարհի առաջնությունը շատ ավելի հետաքրքիր է դարձնում ու կապ չունի այդ Բրազիլիան ինչ ֆուտբոլ է խաղում։ Անհնար է լինի Բրազիլիայի հավաքական, որտեղ կախարդներ այսպես չլինեն, իհարկե ոչ Ռոնալդինյոյի մակարդակի, բայց ֆուտբոլային կախարդներ չլինեն եւ իրականում երևի թե 14-ի աշխարհի առաջնությունը հիշում ենք ինչ եղավ 18-ի աշխարհի առաջնությունը 22-ի, այսինքն Բրազիլիան չի կարողանում շատ հեռու գնալ վերջին տարիներին, իրենց այդ 2002-ի ոսկե հավաքականը վերջինն էր, որը ինչ որ բան ասաց եւ 24 տարի արդեն Բրազիլիան աշխարհի հնգակի չեմպիոնը չի կարողանում դա արդյունքների պարագայում Արմենի, իսկ խաղի պարագայում է 18-ին ավակ սերնդի ֆուտբոլասերը կասի, գիտեք, ես Բրազիլիային հիշում եմ, գրեթե բոլորը հիշում են եւ զարմանում են եւ սիրահարվում են ֆուտբոլին, նաեւ հենց Բրազիլիայի հավաքականի շնորհիվ, պատանեկան տարիքում ֆուտբոլասերը Բրազիլիայի հավաքականը տեսնում էր աշխարհի առաջնությունում, տեսնում էր ինչպիսի խաղ են ցուցադրում, գնդակին են տիրում, խաղարկումներ, այդ ձեր ասած կախարդանքը կար, երկար խաղարկումներ, գրեթե մրցակցին հնարավորություն չէին տալիս ով է լինել իրենց դիմաց, այդ կախարդանքը չենք տեսնում հիմա։ Դե նաև մեր առաջին թեմային գալով ավելի կարգապահ են դարձել մրցակիցները։ Իհարկե չկա այդ կախարդանքը, բայց օրինակ այս աշխարհի այս առաջնությունում Բրազիլիայի մեկ քաղաք էս ինչ շատ տպավորեց, դա
Ճապոնիայի հետ երկրորդ խաղակեսն էր, որ ես այդտեղ հին Բրազիլիա տեսա, ինչ որ բան տեսա հին Բրազիլիայից։ Ուղղակի այս Բրազիլիան չունի այն կիսապաշտպաններին, որոնք կարող են անդադար գնդակ պահել եւ մրցակցին հոգնեցնել։ Իրականում Նորվեգիան Բրազիլիայի հետ խաղում 70-30 տիրում էր առաջին խաղակեսում, մոտավորապես այդքան էր ու վերցրել էր գնդակը, ուղղակի չէր տալիս։ Այդ իրավիճակում թե Բրազիլիան ինչ կարող էր անել, բայց Բրազիլիան չէր հանձնել այդ գնդակը, այսինքն մենք Բրազիլիայից նույնիսկ գնդակի խլման փորձ գրեթե չէինք տեսնում, այդ պրեսինգը չկար։ Դե այդ եմ ասում, Բրազիլիան չունի այն ֆուտբոլիստներին, այդ դիմացը Վինիսիուսը, որը էլի մասնակցում է պաշտպանությանը, բայց ինքը սպասում է իր շանսին։ Այսինքն նա քիչ թե շատ կտրված է, Կունյան շատ չի իջնում ներքև, ֆուտբոլիստների տարանջատում կարծես լիներ, եւ դա, չգիտեմ, Անչելոտիի ֆուտբոլի ինչ որ մի մաս է։ Դա պահում է ֆուտբոլիստներին արժևի գծում եւ այդ հակագրով իրենց պահը կարող են բռնել ու հաղթել եւ օրինակ դեռ հենց Էնդրիկը մտավ Վինիսիուսի փոխանցումը մենակ միանգամից մնաց չօգտագործեց։ Ունեցավ Բրազիլիան իր շանսերը, այնպես չի որ չունեցավ։ Իր ֆուտբոլը դե մարչից էլ է այստեղ շատ բան գալիս, Անչելոտին բերել է իր ֆուտբոլը եւ երևի թե այս հավաքականին Բրազիլիայի դժվար էր ուրիշ ձև պատկերացնել, որովհետեւ իրոք ես չեմ տեսնում այն ֆուտբոլիստներին, ովքեր կարող են Նորվեգիայի պես թիմի հետ խաղում անդադար գնդակ պահել, չունի այդ ներուժը Բրազիլիայի հավաքականը։ Այնտեղ ինչ որ դիսբալանս կա ամեն դեպքում։ Կազեմիրոն լավն է, բայց դե Կազեմիրոն մեծ է, միայն Բրունո Գիմարայեսով, չգիտեմ, Պակետանել այս խաղում։ Պակետանել հա բացակայում էր, հա, Պակետանելը շատ կարևոր ֆուտբոլիստ է, թե լիներ, միգուցե այլ լիներ պատկերը, բայց երևի թե սա առավելագույնն էր ու աշխատում էր, կարելի ասել աշխատում էր, պարզապես չօգտագործեցին իրենց շանսերը բրազիլացիները։ Մենք ինչ հասկացա ձեր կարծիքով, որ Անչելոտին այս հավաքականից, այսպիսի ֆուտբոլիստներից ստանում էր առավելագույնը։ Չեմ ասի 100%-ով, բայց ինձ թվում է 70-80%-ով ստանում էր։ Երբ պետք էր, օրինակ Ճապոնիայի հետ խաղում, երբ պարտվում էր Բրազիլիան, ճնշեց, ստացավ իր պահերը, չօգտագործեց, հետո օգտագործեց, պարզապես Նորվեգիայի հետ խաղում երևի թե Նորվեգիան ուշ խփեց այդ գոլը ու Բրազիլիան արդեն չկարողացավ նաև հոգեբանորեն վերականգնվել։ Միգուցե եթե չլիներ են 11 մետրանոցը, Բրազիլիան ավելի լավ խաղար, հոգեբանորեն ճնշվեց, երբ չիրացրեց 11 մետրանոցը, այդտեղ արդեն դե Գիմարայեսն էլ կարևոր ֆուտբոլիստ, հասկանում է, որ շատ կարևոր պայ վրիպել է, ինքն էլ արդեն հոգեբանորեն ճնշված ու կարևոր դիրքի, շատ կարևոր դիրքի խաղացող, կոնկրետ հենց այդ խաղում ինչ որ ամեն ինչ շատ վատ դասարվեց բոլոր առումներով բրազիլացիների համար, ամեն ինչ շատ վատ դասարվեց 11 մետրանոց այսպես չարկատակ խաղաց բրազիլացիների համար։ Մեր ունկնդիրներին եւ ակնդիրներին հիշեցնեմ, որ իմ հյուրն է հանրային հեռուստաընկերության սպորտի բաժնի ղեկավար Արմեն Գարամյանը։ Արմեն, հարավամերիկացիների թեման շարունակենք։ Մենք տեսանք այնպիսի Ուրուգվայ այս առաջնությունում, ինչպիսին որ շատ անգամ տեսել ենք։ Պարզապես առանց այդ թոփ աստղերի, առանց Կավանի, Սուարեսի, չգիտեմ, Ֆորլանի, այսպես կարող ենք թվարկել եւ շատ նույնիսկ տասնամյակներով հետ գնալ այն Ուրուգվայ, բայց Ուրուգվայ մեծ հաշվով խաղում էր այնպիսի խաղ, որը իրենից երևի ֆուտբոլասերը, չեզոք ֆուտբոլասերը սպասում է, այսինքն պաշտպանական խիստ կարգապահություն եւ այլն։ Այդպիսի ֆուտբոլով Ուրուգվայը ոչ մի բանի չհասավ։ Մյուս հարավ-ամերիկյան հավաքականները, դե Պարագվայը, Էկվադորը, որոնք որ աստղերով չեն փայլում, այսպես ձեր ասած կախարդները այդ հավաքականներում չկան եւ գուցե նախորդ սերունդներից 1-2 ֆուտբոլիստի կհիշենք, բայց ոչ ավելին։ Այդպիսին են այդ հավաքականները։ Արգենտինայի հավաքականը ըստ չեզոք ֆուտբոլասերի դարձյալ գնում է չեմպիոնության։ Ամեն դեպքում հավաքնորդներից մեկն է եւ իր ֆուտբոլով։ Գուցե այսպես բալանսավորված թիմ է, որքան հասկանում ենք, այն բալանսավորված թիմն է, որը նախորդ առաջնությունում տիտղոս նվաճեց։ Իհարկե այդտեղ Մեսսի կախարդանքը մեծ առավելություն է տալիս այս հավաքականին։ Առանց Մեսսի այս հավաքականը ունակ է, թե ոչ։ Նախ ես համաձայն չեմ, որ Արգենտինան գնում է չեմպիոնության, ավելի քիչ հնարավորություններ ունի ըստիս, քան մի քանի այլ հավաքական։ Ես ուզում եմ Մեսսի Արգենտինա այս դուետը համեմատել Ռոնալդու Պորտուգալիա դուետի հետ, առանց Ռոնալդուի միգուցե սխալվում եմ, բայց կարծում եմ Պորտուգալիան ավելի լավը կարող է լինել։ Առանց Մեսսի դեռ կարծում եմ վաղ է։
Արգենտինային դիտարկել։ Այո, առանց Մեսսի Արգենտինան կկորցնի մի քանի բան եւ նրա խաղադաշտում գտնվելը այնքան արդյունավետ է, որ նրան նույնիսկ չեն մտածում վերջում փոխարինելու, որովհետև նա կարող է, մենք տեսանք խմբային փուլում, որ ամենավերջում կարող է միայնակ դրվագ վճռել եւ մինչեւ վերջ հավատալ, գնալ, խփել, Ռոնալդոյի պարագայում լրիվ պատկերը այլ է ու ես կարծում եմ, որ առանց Մեսսի Արգենտինայի հավաքականը շատ լուրջ խնդիրներ կունենար աշխարհի այս առաջացնում, չնայած աշխարհության մեկնարկից առաջ կարծում եի լրիվ հակառակն էի մտածում, բայց չեմ էլ կարծում, որ Արգենտինան կարող է հասնել եզրափակիչ ու դառնալ աշխարհի չեմպիոն, որովհետև նախ եթե համատում ենք 22-ի Արգենտինայի հետ, այստեղ բոլորը 3.5 տարով մեծացել են, չեն եկել, այնպես չէ որ top աստղեր են եկել, մի քանիսը միացել են, կամ ֆուտբոլիստներ։ Լավ կազմ է, չէ՞, վատ կազմ չէ, լավ կազմ է ամեն դեպքում։ Բալանսավորված է, ինչ որ չափով, բայց դե շատերը տարիքով բավականին մեծ են եւ պաշտպանությունը ամենահուսալին չէ Արգենտինայի հավաքականի, այնպես որ երբ լինի ուժեղ հավաքականի հետ դիմակայություն, այդ ժամանակ նոր կարողանանք ասել եւ հաղթի Արգենտինան, նոր կարողանանք ասել այս Արգենտինան ունակ է շատ հեռու գնալու։ Եվրոպացիներին հասանք, եվրոպական հավաքականները թոփերը շատ են, բայց տեսանք, թե ինչպիսի մի մասը, ինչպիսի խաղով բացարձակ դարձյալ բացասական իմաստով զարմացրեց մեզ։ Գերմանիան այնպիսին չէր, ինչպիսին մենք սովոր ենք Գերմանիային տեսնել, որը անդադար գրոհում է, որը վերահսկում է, որը տեմպով է խաղում, արագություններով է, բայց բացարձակ առանց արագությունների Պարագվայի հետ այդ խաղը կարծես թե այդ ֆուտբոլիստները թոփ ֆուտբոլիստներ էին, մի մասը թոփ ակումբներից, լավ խաղարկող իդեմս երիտասարդ վիրցի ունեն, որը վերջի տարվա ընթացքում այդ թվում նաև հավաքականի կազմում հիանալի այսպես փոխանցումներով, գոլերով զարմացնում էր եւ ցույց էր տալի, որ ապագան Գերմանիայի ինքն է։ Բայց մենք տեսանք, որ Գերմանիայում այդ խաղացվածության հարց կար, արագությունների հարց կար, ակնհայտ կենտրոնական հարցակվող լավ ամենաբարձր որակի գոլահար չկա Կլոզեից հետո։ Գերմանիայի համար ինձ թվում է սխալ չափանիշ մենք վերցրինք ամենասկզբում Կյուրասաոյի հետ այդ խաղը, երբ նրանք որքան ուզում էին խփում էին եւ էլի կարող էին խփել։ Դա գերմանական ոչն է, գիտենք։ Այո, նրանք չեն կանգնում երբեք։ Եվ կարծում եմ դա ինչ որ չափով իրենց էլ խանգարեց, միգուցե իրենք ժամանակից շուտ հավատացին, որ իրենք լավագույն հավաքականներից մեկն են այս մունդիալի, չնայած դա կարծում եմ այդքան էլ այդպես չէր։ Մանուել Նոյեր դարպասապահ, ով պատմության լավագույններից է, ինձ համար պատմության 3 լավագույն դարպասապահներից մեկը, բայց Նոյերը արդեն այն Նոյերը չէ, նրա խաղում միշտ էլ եղել են սխալներ, բայց աշխարհի այս առաջնությունում նա ակնհայտ ցույց տվեց, որ այն Նոյերը չէ արդեն եւ նրան միգուցե մեկնարկային կազմ դնելու խնդիր կար, բայց ով պետք է լիներ երկրորդը, չգիտեմ, մի Բաումանը միգուցե, բայց այդտեղ արդեն խնդիր էր։ Պաշտպանությունում էլի խնդիրներ կային, շատ էին ոչ թոփ ֆուտբոլիստներ, կիսա պաշտպանությունում Կիմիխ, Մուսիալա, Վիրց, նրանք կառուցում էին, բայց էլի իրեմ Կայ Հավերց եզրափակող ֆուտբոլիստի խնդիր ուներ ամեն դեպքում Գերմանիայի հավաքականը ու այստեղ արդեն եթե խոսում ենք Արգենտինայից եւ ասում ենք բալանս կա, այնտեղ բալանս չկար։ Ու Գերմանիան չէի հավատում ես անկեղծ որ կարող է, չգիտեմ, քառորդ եզրափակիչ պայմանական հասնել, բայց չէի հավատում նաեւ որ Պարագվայի նման հավաքականը կարող է կանգնեցնել։ Այստեղ գալիս ենք նորից այն համոզմանը, որ Պարագվայի պես հավաքականները կարգապահ ֆուտբոլով կարող են ստանալ իրենց շանսն օգտագործել։ Մենք շատ հավաքականների տեսանք աշխարհի առաջնությունում, Նորվեգիան նույն Հոլանդի առաջին պահը օգտագործեց եւ դրանով վերջ դրեց խաղին, արդեն երկրորդն էլ հետո երկու պահ ունեցավ եւ երկուսն էլ օգտագործեց։ Սպասում են հավաքականներին, որոնք դիմակայությունում ֆավորիտ չեն, կարգապահ են, հանգիստ, համբերատար, կարող 85-րդ րոպեն լինել, պարտվեն, բայց նրանք սպասեն իրենց շանսին։ Սպասում են, գտնում են օգտագործման եւ Գերմանիան այն հավաքականներից էր, որ երևի թե այդ թակարդում հայտնվեց եւ չնայած նրան, որ խմբային փուլում վատը չէր առնվազն, բայց զգացվեց, որ նրանք չունեն այն բալանսային ուժը, որ կարող է իրենց հեռու տանել։ Ցուցադրած խաղով եվրոպացիներից ամենամեծ հիասթափությունը կարող ենք անվանել հենց Գերմանիայի հավաքականը։ Բոլոր խաղերը եթե վերցնենք, եթե թոփերից, այսինքն հիմնական հավակնորդներից, Տիտխոսի կամ ամենաբարձր տեղերի գերմանացի Կիևի ամենից
վատ իմաստով զարմացրեցին իրենց խաղով, արդյունքներով։ Ինչ որ չափով, եթե խաղով, ապա Նիդերլանդների հավաքային էի ուզում նշել, որովհետև ես նրանց շատ ավելի հեռուն էի տեսնում, բայց խաղով միայն Գերմանիան, Նիդերլանդները լավ ֆուտբոլ խաղաց։ Պորտուգալիա, Իսպանիա, Անգլիա եւ Ֆրանսիա այն թոփերն են Եվրոպայից, դե Բելգիային չնշենք, որտեղ Բելգիան անհասկանալի ֆուտբոլ է ցուցադրում, ինձ թվում է պետք չի ժամանակ ծախսել դրա վրա։ Պորտուգալիան, Իսպանիան դարձյալ այս առաջնությանը այն իրենց լավագույն կազմերով են հանդես գալիս, իսպանացիք այն կորիզը ունեն, որով որ հաղթեցին Եվրոպայի առաջնությունը, հիանալի ֆուտբոլով եկել են այստեղ։ Պորտուգալացիք շատերը ասում են դե կազմով երևի լավագույններից մեկն է, եթե ոչ լավագույնը, եթե կազմով նայեք, էլի անուններով։ Անգլիացիք դարձյալ անհասկանալի ֆուտբոլ, բայց գնում են առաջ։ Դե Ֆրանսիան էլ, ինչպես դուք նշեցիք մեր առաջի կեսին զրույցի, դեռևս այդպիսի թոփ մրցակից չեն ունեցել։ Ֆրանսիան Նորվեգիա է ունեցել, բայց այնտեղ Հոլանդ, Էդեգոր եւ այլն, այո։ Ինչ վերաբերում է Պորտուգալիային ու Իսպանիային, հետո Եվրոյից հետո Պորտուգալիան հաղթեց Իսպանիային ազգային լիգայի եզրափակում եւ դա էլ ինչ որ հետաքրքիր փայլ է տալիս։ Պորտուգալիան չեմ ասի, որ ամենալավ կազմն ունի այս մունդիալում, լավագույններից մեկը, այո, Ֆրանսիայինը մի փոքր կարող է մրցակցել ինձ համար, բայց Պորտուգալիան ունի լավագույն կիսապաշտպանություն այս մունդիալի։ Ժոաու Նևես, Վիտինյա, Բրունո Ֆերնանդես, անկեղծ չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կարող է ասել այդպես չէ։ Որպես փոխարինող Բերնարդո Սիլվա, դե Բերնարդոն մի փոքր ավելի միտված արձակման է, այո, հրաշալի պաշտպաններ ունի Պորտուգալիայի հավաքականը, լավ դարպասապահ ունի եւ եթե գալիս ենք այդ խոսակցությանը, նորից գալիս ենք այն կետին, որ Ռոնալդուով բարդ է։ Ռոնալդուով Կոնգոյի, Ուզբեկստանի հավաքականների հետ կարող է Պորտուգալիան խնդիրներ չունենալ, չնայած Կոնգոյի հետ խաղում ունեցավ, բայց Իսպանիա, Անգլիա, Ֆրանսիա այդպիսի հավաքականների հետ խաղերում կարծես կես ֆուտբոլիստ պակաս ունենա Պորտուգալիան։ Այո, Ռոնալդուն իր պահը կարող է որսալ, օգտագործել, մեկ հպումով կարող է ելք վճռել, բայց երբ մրցակիցն է գնդակով շատ լինում, այդ ժամանակ արդեն Պորտուգալիան խնդիրներ ունենում է մեկ ֆուտբոլիստ, չասեմ մեկ լավ կես ֆուտբոլիստ պակաս է ունենում Պորտուգալիան, նրա փոխարեն կարող է լինել արագաշարժ արձակվող կամ կիսապաշտպան եւ լրիվ այլ պատկեր կարող է ունենալ Պորտուգալիայի հավաքական անընդհատ փնտրել Ռոնալդուին դաշտում, դա խանգարում է պորտուգալացիներին։ Իսկ Իսպանիան ֆավորիտներից մեկն է, Իսպանիան ֆանտաստիկ կիսապաշտպանություն ունի, ֆանտաստիկ յամալ ունի, Օյարցաբալ ունի, որը բոլոր պահերն օգտագործում է, թվում է թոփ հարձակվող չէ, բայց իր բոլոր պահերը, գրեթե բոլոր պահերն օգտագործում է եւ ինչպես Իսպանիան գնդակ է խլում Արմեն, դա շատ կարեւոր գործոն է, ինչպես է հրաշալի կիսապաշտպանություն ունենալու արդյունքում Իսպանիան կարողանում է շատ կորցրած գնդակը հակապրեսինգով շատ արագ վերադարձնել։ Ռոդրի ունեն, աշխարհը չունի, ընդհանրապես Իսպանիայի այդ հատվածի ծերնդափոխությունը շատ հետաքրքիր էր, Բուսկետս, հետո Ռոդրի, ես կարծում եմ, որ այս Իսպանիան լավագույններից է վերջին տարիների այնտեղ կարող ենք հիշել 10 թվականի, 8 թվականի, 12 թվականի Իսպանիայի հավաքականներին, բայց այս Իսպանիան մի փոքր այլ կախարդանք ունի ինձ համար։ Անգլիա եւ Ֆրանսիա մեր ժամանակ սպառվում է շատ արագ։ Անգլիայից դարձյալ հիասթափվողները շատ են, դե սպասումները շատ էին, որտեվ դե անգլիական այդ ինտենսիվ ֆուտբոլը իրենց լիգայում այդ ֆուտբոլիստները, որոնք որ այնտեղ տոն են տալիս, երևում են, գոլեր են խփում եւ այլն, բայց հավաքականը բավական դանդաղաշարժ է։ Ես կասեմ, որ Անգլիան իր լավագույն խաղը չի անցկացրել մեկ 8-րդ եզրափակում, բայց նրանք հաղթեցին Մեքսիկայի play-off-ում, որը մինչև այս բա ոչ մի գնդակ բաց չէր թողել։ Այո, բայց Southgate-ի Անգլիան այսպիսի խաղերում էլ չէր հաղթում։ Հիմա Տուխելը արդարացում ունի, այո, վատ խաղով, բայց Անգլիան հաղթել է եւ քառորդ եզրափակում եւ Անգլիան այսպիսի խաղով կարող է հասնել մինչև եզրափակիչ։ Անգլիան այո, խնդիրներ ունեցավ, բայց Անգլիան ունի այնպիսի ֆուտբոլիստներ, որոնք որսում են պահ եւ գոլ են խփում ու վճռում են դիմակայության ելք։ Անգլիան, ես հավատում եմ, որ այս Անգլիան, նրանք ունեն Էլիոտ Անդերսոն, որը երևի թե այս բանի լավագույն կիսապաշտպաններից մեկն է աշխարհում։ Բելինգեմ ունեն, Քեյն ունեն, լավ պաշտպանություն ունեն, բայց ինչու են դանդաղաշարժ, իրենց ֆուտբոլը ինչու է դանդաղաշարժ, ակումբներում այդպես չեն խաղում։ Այո, եւ
Անգլիայի Պրեմիեր լիգայից ֆուտբոլիստներ, որոնք գալիս են, դժվար է պատկերացնել, որ նրանք կարող են դանդաղ խաղալ, բայց դե կա, հա, համաձայն եմ կա այդ խնդիրը, մասնավորապես Մեքսիկայի հետ խաղում, բայց Մեքսիկան ես երևի թե այսպիսի Մեքսիկա, չգիտեմ, վերջին անգամ երբ եմ տեսել, կարող է նույնիսկ չեմ տեսել, բայց այս Մեքսիկան շատ տպավորիչ էր։ Այն Ջոնաթան դոս Սանտոսով, չգիտեմ, Չիչարիտոյով, այդ Մեքսիկայից էլ այս Մեքսիկան ավելի հաճելի ֆուտբոլ էր խաղում եւ կարծում եմ կարող էր ավելի հեռու գնալ։ Եվ վերջին 1 րոպեն է Անգլիայի դանդաղաշարժությունից խոսեցինք Ֆրանսիայի արագություններից։ Այ դա շատ հետաքրքիր կլինի տեսնել Ֆրանսիայի եւ Անգլիայի հավաքականներին միասին խաղադաշտում։ Ի տարբերություն Պորտուգալիայի, Ֆրանսիան էլ կիսապաշտպանությունում որոշակի խնդիրներ ունի, ֆանտաստիկ հարձակվողներ ունի, երկու հավասարազոր չասեմ, բայց մոտ եռյակներ ունի ու Տյուրամի պես ֆուտբոլիստ եթե նստում է Պայստային Դենիստանին կամ Դուե Բարկոլա նրանցից մեկը, նրանք կարծես նրանց ոտքերը, գլխից ավելի արագ լինեն, նրանք ավելի շուտ գործողություն են անում, քան մտածում են, դա ինչ որ պահի խանգարում է, բայց ես կարծում եմ, որ ամեն դեպքում, եթե համեմատենք Անգլիայի ու Ֆրանսիային կիսապաշտպանություն հարձակում, ամեն դեպքում այս պահին Ֆրանսիան ավելի լավ տեսք ունի ու ավելի հեռու կարող է գնալ։ Շնորհակալ եմ Արմեն հետաքրքիր զրույցի համար, մեր ունկնդիրներին եւ ակնդիրներին հիշեցնեմ, որ իմ հյուրն էր հանրային հեռուստաընկերության սպորտի բաժնի ղեկավար Արմեն Գարամյանը։ Ես Դավիթ Հաղաբեկյանն եմ, առայժմ։ Sportcast